տեսեք, յուրաքանչյուր համայնքում, անգամ եթե համայնքը փոքր է եւ ենթադրենք հանրակրթության օջախ չունի, դպրոց, որտեղ հիմա 400 դպրոց փակելու են։ Եվ սա ինչ որտեղ էլ նաեւ գուցե որոշ դեպքերում տրամաբանական է, որտեղ գյուղեր կան, օրինակ, տարի է լինում առաջի դասարանցի չեն ունենում։ Կամ առաջի դասարան են ունենում մեկ աշակերտով։ Այդ մեկ աշակերտը մեկ դասարանը ինչ դպրոցը միայն գիտելիքների օջախ չի, դպրոցը նաև մարդուն սոցիումի, հասարակության հետ շփվելու օջախ է, որտեղ մարդը սովորում է առաջի անգամ շրջապատի հետ հաղորդակցվել։ Հասարակության մեկ աշակերտի համար կարիք կա դպրոց պահելու, որովհետև ռազմավարական նշանակություն ունի, հատկապես սահմանամերձ համայնքների համար։ Անշուշտ, իմ ասածը նա է, որ եթե դպրոցները կենտրոնացված են լինում ինչ-որ մի խոշոր բնակավայրում, որտեղից որ այդ մեկ աշակերտները հատուկ տեղափոխման մեթոդներով գալիս են դպրոց, բայց համայնքներում պետք է լինեն լոֆթերի նման այնպիսի ժամանցային կենտրոններ, որտեղ որ խմբակներ կգործեն։ Կլինի ազգային նվագարանների խմբակներ, կլինի կավագործության խմբակներ, կլինի ռոբոտաշինության, կլինի կերպարվեստի, կլինի երաժշտական գործիքների յուրացման, հազար ու մի բան կարող է լինել, եւ հետո մարզային եւ համայնքային մրցույթների ժամանակ բացահայտիր տաղանդը։ Ու տեսնում ես, որ ինչ-որ մի համայնքից դուրս է եկել մի երեխա, որը ջրաջան ինքնուս կամ ուսուցչի միջոցով հասել է այնպիսի մի տաղանդի, որ արժանանում է անգամ բեմեր նվաճելու այդ ուղին անցնելու պատվին։ Հիմա միայն այս ճանապարհով հնարավոր կլինի ամբողջ համայնքներից տաղանդների որսալից